Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Ավելի վաղ ՀԱԱՑ-ի Սպուտնիկ Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Քրեակատարողականից այլ մանրամասներ չեն հաղորդում։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից 2022 թվականներին։ 2022-ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ երկրի եւ ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Հաջորդ օրը հետկետեեմը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս եւ Նևիսի հանրապետության քաղաքացիություն եւ նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ՑՄԱ դատապարտյալների հարազատները 3 տեղի ունեցածից հետո խիստ անհանգստացած են նրանց հետագա ճակատագրով։ Այս ամեն ինչի վերջը պետք է տրվի, եթե այսպես մնա, այդ տղաների գլուխն ուտելու են։ Պանորամա ԿՏՄ-ի հետ զրույցում ասաց ՑՄԱ դատապարտյալներից մեկի հարազատը, նա պնդում է քրեակատարողական ծառայության 3 տարածած հայտարարությունը սուտ տեղեկություններ է պարունակում, պետք է լսել դատապարտվածներին։ Խնդրում ենք, պահանջում ենք, դիմեք Արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը, ՄԻԲ գրասենյակին, թող լրագրողներին, իրավապաշտպաններին թույլ տան մտնել այդ տարածք, տեսնել ինչ է կատարվել, խոսել մեր տղաների հետ։ Մենք լսում ենք միայն մի կողմից։ ՑՄԱ դատապարտվածները հնարավորություն չունեն խոսել, ներկայացնել տեղի ունեցածը։ Նրանք էլ խոսք ունեն ասելու։ Պետք է ամեն գնով հասնել նրան, որ խումբը մտնի ներս, տեսի խցերի պայմանները, տեսակցի տղաների հետ, լսի նրանց նկարի խցերը։ Ասաց ՑՄԱ դատապարտյալի հարազատը, որը ցանկացավ անանուն մնալ հասկանալի պատճառներով։ Նրա խոսքով դատապարտվածները խցերում նստած են եղել, երբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիմակավորված անձանց հետ ներս են մտել, այս ու այն կողմ շպրտել անկողինները, վնասել են գույքը, դուբինկաներով ծեծել են տղաներին, խցերից հանել դուրս։ Հենց հիմա թող խումբ ձևավորեն, անցնեն խցերով, տեսնեն մի այրված ներքնակ կա, ինչի պետք է վնասեն իրենց ձեռքով սարքած գույքը, երբ գիտեն, որ մինչև կյանքի վերջ այդտեղ են ապրելու։ Վառեն ներքնարկը, որտեղ են քնելու գետնին, թե իրենց երկաթե լեժանկեքին։ Թող խումբ ձևավորեն, տանեն լրագրողները, մարդիկ տեսնեն, թե ինչ պայմաններում են ապրում այդ դատապարտվածները, բլոճներ են զուգարանի հոտը որտեղից փչում, նշեց մեր զրուցակիցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կարող է գալ ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հաստատել է Նեթանյահուի հետ զրույցի փաստը։ Հնարավոր այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Բուդապեշտում գտնվող Նեթանյահուն եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համատեղ զրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Դրա թեման Բուդապեշտի միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումներ։ Հանրապետության փոխնախագահի պաշտոնը Սիրիայում շուտով կվերականգնվի պետության ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի որոշմամբ։ Այս մասին հայտնում է լիբանանյան Ալ-Նահար թերթը, վկայակոչելով Դամասկոսի կառավարական աղբյուրները։ Դրա տեղեկություններով Ալ-Շարան մտադիր է նշանակել քաղաքական հարցերով իր խորհրդական Մուայյադ Ալ-Քիբլավիին, ով համակարգում էր ազգային երկխոսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի աշխատանքը։ Այս ֆորումը տեղի ունեցավ փետրվարի 24-ից 25-ը Դամասկոսում, որին մասնակցեցին ավելի քան 600 պատվիրակներ, որոնք ներկայացնում են երկրի տարբեր շրջանները։ Նախկինում Ալ-Քիբլավին եղել է Սիրիայի ազգային խորհրդի հիմնադիրներից մեկը, որը միավորում էր քաղաքական էմիգրանտներին, ովքեր դեմ էին նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությանը 2011 թվականին։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը այս քաղաքական գործիչը Ալ-Շարայի հետ էր։ Իդլիբ հյուսիսարևմտյան նահանգում, որը ծառայում էր որպես զինված խմբավորումների ֆորպոստ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից, իսկ կղզու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կարող են քննարկվել թագավորությունից նրա առանձնանալուց հետո։ Ես հավատում եմ, որ նրանք ցանկանում են անկախ լինել Դանիայից։ Երբ դա անեն, մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ կունենան Միացյալ Նահանգների հետ, ասել է Վենսը Newsmax-ին։ Գրենլանդիայի նոր վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ստանա կղզին եւ Գրենլանդիան ինքը կորոշի նրա ապագան։
Առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների եւ գնդակոծությունների հետևանքով։ Քաթարական Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ իսրայելական մարտիկները մի շարք հարձակումներ են իրականացրել անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի շենքերի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ, եւս մի քանի մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է նաեւ, որ առնվազն 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են Խան Յունիս արևմտյան արվարձանում փախստականների վրանային քաղաքի գնդակոծության հետևանքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն այժմ ցանկանում է Վաշինգտոնի հետ երկխոսություն վարել ոչ թե միջնորդների, այլ ուղղակի բանակցությունների միջոցով։ Կարծում եմ, որ ավելի լավ է, եթե մենք ուղիղ բանակցություններ ունենանք, ասել է Թրամփը հինգշաբթի Վաշինգտոնից Մայամի մեկնող իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նրան հարցրել են, արդյոք նոր հաղորդագրություն ստացել է Իրանի իշխանություններից։ Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Կարծում եմ, նրանք կցանկանային ուղիղ բանակցություններ վարել, մոռացեք։ Կարծում եմ, նրանք ցանկանում են ուղիղ խոսել», եզրափակել է ամերիկացի առաջնորդը։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։ Գերիների հարցը պետք է լինի նախապայման, որ պայմանագիրը ստանա ամերիկյան վարչակազմի աջակցությունը։ Catholic News Agency-ն ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին։ Հոդվածի հեղինակ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլ-Հաբալը թեմայի հետ կապված զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ։ Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը եւ հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում։ Մեր պահանջը վարչակազմին սկզբից եւ այդ շատ հստակ է եղել հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի խաղաղության պայմանագրի առաջխաղացման նախապայման։ Դա եղել է վարչակազմի դիրքորոշումը, Catholic News Agency-ն ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը։ Բրազիլիայի իշխանությունները դեռ մտադիր չեն արտացոլել այն մաքսատուրքերը, որոնք նախկինում ԱՄՆ-ն սահմանել էր բրազիլական ապրանքների վրա, չնայած Հարավային Ամերիկայի Հանրապետության ազգային կոնգրեսի կողմից օրենքի ընդունմանը, որը թույլ է տալիս կառավարությանը պատասխան մաքսատուրքեր սահմանել։ Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ջերալդո Ալկմինը։ Ճիշտ է, որ այս օրենքն ընդունվել է, բայց մենք մտադիր չենք օգտագործել այն։ Մենք ցանկանում ենք նպատակին հասնել երկխոսության եւ բանակցությունների միջոցով, ասել է նա Volha de Pernambuco թերթին տված հարցազրույցում։ Ապրիլի 3-ին Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորների պալատը օրենք է ընդունել, որ թույլ է տալիս պետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հայելային կերպով արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերին, չնայած Հարավամերիկյան Հանրապետության անդամակցությանը ԱՀԿ-ին։ Ալկմինն ասել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են ավելի ամրապնդել տնտեսական կապերը Եվրամիության եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի Մերկոսուրի միջև։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետությունը հույս ունի Ուկրաինայի հարցով բանակցությունների բարենպաստ ելքի վրա։ Ղազախստանը հետևողականորեն հանդես է եկել հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Ուստի մենք ողջունում ենք Ուկրաինայի հարցով բանակցությունների սկիզբը, հուսով ենք բարենպաստ արդյունքի, թեև մենք լիովին հասկանում ենք խնդրի բարդությունը, ասել է Տոկաևը ելույթ ունենալով Սամարղանդում Կենտրոնական Ասիա Եվրամիություն առաջին գագաթնաժողովում։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում են նրա մամուլի ծառայությունը։ Կորեայի Հանրապետության սահմանադրական դատարանը միաձայն հաստատել է նախագահ Յուն Սեո-գյոլի իմպիչմենտը, վերջնականապես հեռացնելով նրան իշխանությունից։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բոլոր 8 դատավորներն էլ պաշտպանեցին իմպիչմենտը, իշխանությունից վերջնական հեռացման համար անհրաժեշտ էին նրանցից առնվազն 6-ի ձայները։ Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմպիչմենտի ենթարկեց Յուն Սեո-գյոլին ռազմական դրության դեպքերի պատճառով։ Յուն Սեո-գյոլը հերքել է մեղադրանքները եւ կարծում է, որ ռազմական դրություն մտցնելու իր քաղաքական որոշման վավերականությունը չի կարող վիճարկվել իրավական տեսանկյունից։
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 208 միլիարդ դոլարով։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հանգեցրել են համաշխարհային շուկաների անկմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի, դա 4-րդ ամենամեծ մեկօրյա անկումներ ինդեքսի 13-ամյա պատմության մեջ եւ ամենամեծը COVID-19 համաճարակից ի վեր։ Նշվում է, որ ցուցակում հայտնված միլիարդատերերի կեսից ավելիի կարողությունը նվազել է միջինը 3.3%-ով։ Ըստ հաշվարկների ամենաշատը տուժել են ամերիկացի միլիարդատերերը, մասնավորապես Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը եւ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Մեքսիկայի ամենահարուստ մարդը Կարլոս Լիմը Միացյալ Նահանգներից դուրս գտնվող մի քանի միլիարդատերերի թվում էր, ովքեր խուսափեցին մաքսատուրքերի բացասական ազդեցությունից, նշում է գործակալությունը։ Ցուկերբերգը կրել է ամենամեծ կորուստները Meta-ի բաժնետոմսերի 9%-ով անկումը կրճատել է նրա կարողությունը 17.9 միլիարդ դոլարով, ասվում է հրատարակության մեջ։ Amazon-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են 9%-ով, Ջեֆ Բեսոսի կարողությունը կրճատելով 15.9 միլիարդ դոլարով։ Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորցրել է 11 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերը 5.5%-ով անկում ապրեցին։ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականները ժամանել են Կիև, որտեղ ապրիլի 4-ին ուկրաինական իշխանությունների հետ նախատեսում են քննարկել երկրում արևմտյան աջակցող ուժերի առկայության ապահովումը։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Որոշակի պահի, երբ խաղաղություն հաստատվի, ռազմական աջակցության հնարավորությունների անհրաժեշտություն կառաջանա։ Այդ իսկ պատճառով մեր զինվորական ղեկավարներն այսօր կլինեն Կիևում այդ հարցում առաջընթաց գրանցելու նպատակով, ասել է Բարոն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 27-ին Փարիզում կայացած գագաթնաժողովից հետո, որը ցանկանում է շարունակել, աջակցել է Կիևին Մոսկվայի դեմ հակամարտությունում, ասել է, որ Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են իրենց զինուժը տեղակայել Ուկրաինայի ռազմավարական վայրերում։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են ծրագրված ահաբեկչություն Մոսկվայի մարզի կուրսանտների հանրակացարանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գերատեսչության տվյալներով պահոցից պայթուցիկ սարք պատրաստելու համար բաղադրամասեր առգրավելիս անվտանգության ուժերը ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության զինվորականին հավաքագրված ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, ով ապրում էր հանրակացարանում ռազմական համալսարանների կուրսանտների հետ միասին։ Ձերբակալվածի բջջային հեռախոսում նամակագրություն են գտել ուկրաինացի համակարգողի հետ, որտեղ քննարկվում է ծրագրված հանցագործությունը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչական հարձակման նախապատրաստում եւ պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի պահպանում հոդվածներով։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նկատել է, որ ռուսական բանակը մեծացնում է իր անձնակազմը մարտական գոտում եւ պատրաստվում է լայնածավալ հարձակման միանգամից մի քանի ուղղություններով։ Այս մասին ուկրաինական հանրային հեռուստալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Ռուսերն այժմ խնդիրներ չունեն կադրեր ներգրավելու հետ կապված, ասել է նա։ Պալիսան նշել է, որ ռուսական բանակը նախատեսում է ընդլայնել խմբավորման ծավալները հյուսիսային ռազմական օկրուգի գոտում նրանց թիվը հասցնելով մինչև 15,000 զինվորականի։ Ապրիլի 4-ին Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։ Հիշեցնենք, որ նրանց մեղադրում են ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ Ընդհանուր առմամբ դատարանի առաջ կանգնելու է 15 հայ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի զուշտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձիկ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադատ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը եւ Մելիքսեդ Փաշայանը։
Նիգերը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում եւ սպառազինության մատակարարումների ընդլայնման գործում։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Բակարի Յաուսանգարեն Սահելի նահանգների դաշինքի ACC ներկայացուցիչների եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև բանակցություններում։ Սահելի ժողովուրդը հույսը դնում է Ռուսաստանի Դաշնության վրա, հույսը դնելով այն բանի վրա, որ նա կլինի մեր կողքին, կաջակցի մեզ ահաբեկչության դեմ պայքարում անկախության համար այս պայքարում։ Մենք պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունը ռազմական ոլորտում, տեխնիկական ոլորտում, որպեսզի ավելի ամրապնդենք ՀԾ-ի միասնական ուժերի օպերատիվ կարողությունները։ Մենք պետք է ունենանք օդային տարածքը վերահսկելու միջոցներ։ Ես խոսում եմ նաև զենքի մատակարարման մասին, կադրերի կրթության եւ վերապատրաստման մասին, ասել է արտգործնախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերը աննախադեպ հարձակում են համաշխարհային առևտրի միջազգային համակարգի վրա։ Այս էսկալացիայի հիմնավորումն անհասկանալի է, ասել է գերմանական արդյունաբերական միության խորհրդի անդամ Վոլֆգանգ Նիդերմարկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքերի սահմանման մասին։ Նվազագույն բազային դրույքաչափը կկազմի 10%, բայց յուրաքանչյուր երկիր կունենա չափորոշված մաքսատուրք, որը կկազմի ամերիկյան ապրանքներ ներկրող ընկերություններից գանձման կեսը։ Միաժամանակ Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքը կազմում է 20%, ըստ Թրամփի ԱՄՆ-ի համար կդառնա տնտեսական անկախության հռչակագիր։ Հայտարարված մաքսատուրքերը աննախադեպ հարձակում են միջազգային առևտրային համակարգի, ազատ առևտրի եւ համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Այս պրոտեկցիոնիստական էսկալացիայի հիմնավորումն ակնհայտ չէ, դա սպառնում է մեր արտահանման ուղղված ընկերություններին եւ սպառնում է բարգավաճմանը, կայունությանը, աշխատատեղերին, նորարարություններին եւ ներդրումներին ամբողջ աշխարհով, ասվում է Նիդերմարկի միության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Նա նշում է, որ եվրոպական տնտեսությունը չպետք է դառնա աշխարհաքաղաքական շահերի սակարկության առարկա, իսկ Եվրամիությունը կարող է միայն համատեղ գործել։ ԱՄՆ իշխանությունները հուսով են, որ Ուզբեկստանից հազարավոր անօրինական ներգաղթյալներ ինքնուրույն կվերադառնան իրենց տները կամ կենթարկվեն արտաքսման կամ բանտարկության, ասել է Տաշկենտում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Հենիկը։ Կարծում եմ, որ հազարավոր Ուզբեկստանի քաղաքացիներ անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում։ Ես խորհուրդ կտամ այդ մարդկանց ինքնուրույն վերադառնալ Ուզբեկստան, ասել է Հենիկը դեսպանատան Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում։ Դիվանագետը նշել է, որ հակառակ դեպքում բոլոր անօրինական ներգաղթյալներին սպառնում է ազատազրկում ԱՄՆ-ում կամ հնարավոր արտաքսում։ Վերջին տարիներին Ուզբեկստանի իրավապահ մարմինները պարբերաբար հաղորդում են հանրապետությունում Թուրքիայի, ԱՊՀ երկրների, Հարավային Ամերիկայի եւ Մեքսիկայի տարածքով ԱՄՆ ապօրինի արտագաղթի ուղիների հայտնաբերման մասին։ 2023 թվականի նոյեմբերին հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ Վաշինգտոնը արագացված ընթացակարգով արտաքսելու է Ուզբեկստանից Մեքսիկայով մուտք գործող անօրինական ներգաղթյալներին։ Արտահանումն իրականացվում է առևտրային ավիաընկերությունների եւ չարտերային առաքելությունների կողմից ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության հետ պայմանագրով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում։ Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղանա։ ԱՄՆ-ն միշտ ակտիվ դեր է խաղացել ՆԱՏՕ-ում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ ՆԱՏՕ-ին, նա դեմ է ՆԱՏՕ-ին, որը չունի անհրաժեշտ հնարավորություններ, ասել է նա։ Եմենի Անսար Ալլա ապստամբ շարժման հութիները թևավոր հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄՆ ավիակիր խմբի վրա Կարմիր ծովի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարյան։ Եմենի ռազմածովային եւ հրթիռային ուժերը համատեղ ռազմական գործողություն են իրականացրել, որում նրանք հարձակվել են ԱՄՆ ավիակիր Հարի Թրումենի եւ Կարմիր ծովի հյուսիսում ուղեկցող ռազմանավերի վրա, օգտագործելով թևավոր հրթիռներ եւ անօդաչու սարքեր, ասել է շարժման խոսնակը հութիներին պատկանող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Անսար Ալլայի ուժերը ժամերով հարվածներ են հասցրել ավիակիր խմբին, խափանելով ԱՄՆ-ի որոշ հարձակումներ ափսամների կողմից վերահսկվող Եմենի տարածքի վրա։ Այն բանից հետո, երբ 2023 թվականին Գազայում հակամարտությունը սրվեց, հութիները
նախազգուշացրին, որ իրենք կհրետակոծեն Իսրայելը եւ կկանխեն հարակից նավերի անցումը Կարմիր ծովի ջրերով եւ Բաբ ալ-Մանդեբի նեղուցով։ Հունգարիան հրաժարվում է համագործակցել Հագայի միջազգային քրեական դատարանի հետ իր խիստ քաղաքականացվածության պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը, պարզաբանելով միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունից հրաժարվելու երկրի կառավարության որոշումը։ Միջազգային քրեական դատարանն դատական մարմնից վերածվել է քաղաքական մարմնի եւ նրա գործունեությունը շեղվել է իր սկզբնական նպատակից։ Գիլասի խոսքերը մեջ MTI-ը նրա խոսքով այս միջազգային կառույցի աշխատանքում քաղաքականությունը փոխարինել է դատական գործընթացներին։ Վարչապետի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ միջազգային քրեական դատարանի քաղաքականացման ամենատխուր օրինակը Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Պաղեստինում ռազմական հանցագործությունների մեղադրանքով կալանավորելու հրամանի տրամադրումն էր։ Ավելի վաղ Նեթանյահուն այցով ժամանել էր Բուդապեշտ եւ միջազգային քրեական դատարանից դուրս գալու Հունգարիայի որոշումը համընկնում է այս իրադարձության հետ։ Դատարանի վճռով հաշտության համաձայնագրով որպես ապօրինի ձեռք բերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալի Սակովի 25/4 հասցեում գտնվող 237.9 քառակուսի մետր մակերեսով հասարակական տարածքի եւ 0.168.079 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ շուկայականի մոտարկված կադաստրային արժեքը 99 միլիոն դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է UEFA-ի 49-րդ հերթական կոնգրեսը։ Օրակարգի կետերից մեկը UEFA-ի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ UEFA-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց UEFA-ի գործադիր կոմիտեի անդամ քառամյա պաշտոնավարման ժամկետով։ Պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատիժները կխստացվեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված սանկցիայում 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասում առաջարկվում է տուգանք բաժատեսակի չափը սահմանել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով։ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Ներկայում պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին, նշվում է նախագծում։ Պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված եւ բերման ենթարկված վարորդը ABC մեդիայի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։ Տեսանյութը համացանցում տարածվել է 3, բայց միջադեպը տեղի ունեցել օրեր առաջ մարտի 31-ին։ Պապիկս է մահացել Թաղմանեի շտապում առավոտյան 10:00-ի մոտակայքում մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր։ Չգիտեինք երբ է բացվելու, բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայոյեցի։ Եկան ինձ տարան, հետո իմացա, որ ինչ որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեմ վերադարձնում, տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում։ ABC մեդիայի զրույցում ասաց օրերս բերման ենթարկված վարորդը։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև ներքին գործերի նախարարությունը։ Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայոյանք է հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել, ասված է հաղորդագրության մեջ։
Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քարորիա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին եւ վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։ Դրա մասին սոցցանցում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության եւ միջազգային իրավունքի հարգման միջոցով, նշել է Կանադայի արտգործնախարարը։ Հայաստանի Հանրապետության նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. Ոստիկանը փողոցային ռազմորկայի մասնակից կամ հարցուլուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն եւ ներքին գործերի նախարարության պարզաբանումը խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը։ Սա քաղաքական հովանավորության հետևանք է։ Տպավորություն է խմբով եկել են մարծեցելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու։ Պատժելիության քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը եւ հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունով, որն առանց օրենքի խախտումներ է իրականացվում։ Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը տեսանյութով նույնպես իրավապահ մարմինների օրենքով արգելված վերաբերմունքի մասին է։ Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 3-ին 6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 2-ից 4-ը 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կնվազի 2-ից 3 աստիճանով։ Երևանում ապրիլի 2-ին եւ 3-ին օրվա ընթացքում 5-ի երեկոյան ժամերին 6-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ, ապրիլի 4-ին 6-ից 3-ն սպասվում է առանց ստեղումների եղանակ։